Սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք հողազրկել հայ ժողովրդի եղծված պատմությունը։ Ազգերի ծագումնաբանության ամենահավաստի աղբյուր ունենալով Աստվածաշունչը, մեզ համար բացահայտել ենք Թորգոմ, Հայք, Արամ, հայրիս անվանադիր նախնիների անունները Աստվածաշնչում։ Բացահայտել ենք նաև Նոյից մինչև Աբրահամ քահանայապետական կարգի գոյությունը եւ արել ակնարկներ, որ այդ կարգը վստահված է եղել Աստծո կողմից մեր նախնիներին, հայրիս։ Միաժամանակ խոսել ենք նաև մինչ Մովսեսը եւ կամ նրան ժամանակակից զուգահեռաբար ճշմարիտ աստվածապաշտության քահանայական շարավիղի գոյություն ունեցած լինելու մասին համաձայն Սուրբ գրքում տեղ գտած տեղեկությունների։ Դրանք առնվազն 3-ն են. Ծննդոց գրքում Մելքիսեդեկ քահանայապետը, Հոբի գրքում Հոբ քահանա եւ նրա քահանա ընկերները, ինչպես նաև Թվոց գրքում Բաղամ տեսանող մարգարե Աստծո։ Այս վկայությունները Սուրբ գրքի բավական են հասկանալու համար, որ ճշմարիտ աստվածապաշտության հիմքը Աբրահամով չի դրվել աշխարհում, որի հայրը իմիջիալոց եղել է կռապաշտ Թարան, այլ ինչպես Տերն է ասում, իմ անունը հայտնի է եղել ամեն ազգերի մեջ եւ որ իսկապես հրյաներից առաջ Աստծո ընտրյալ ժողովուրդ եղել է, անառարկելի է։ Լավ, մեկը կարող է ասել, որ թվարկածս անունները վերաբերում են անհատների, սակայն այսօր մենք պետք է մեկ այլ հարցի պատասխան գտնենք. արդյոք որևէ ազգ մինչև Իսրայելի ի հայտ գալը կրել է իր վրա թագավորական քահանայության առաքելություն։ Երբ Նեբրովթով աշխարհը կռապաշտության մեջ ընկավ, հայոց նահապետ Հայկը Աստծուց շնորհ գտած լինելով նրա դեմ ըմբոստացավ եւ հաղթեց Բելին։ Վերադառնալով հայրենիք բնակություն հաստատեց մի վայրում, որն այսօր հայտնի է որպես հայկական լեռնաշխարհի Տուրուբերան աշխարհի հարկ գավառ։ Եկեք ընթերցենք Վիկիպեդիան, թե Վիկիպեդիան ինչ է ասում ընդհանրապես հարկ գավառի վերաբերյալ։ Հարկ մեծ հայքի Տուրուբերան նահանգում գավառ է, կենտրոնը Կոբ, տարածվում է Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիկ, Ապահունիկ եւ Բզնունիկ գավառների միջև։ Վիկիպեդիայի հոդվածագիրը այնուհետև շարունակում է. Հարքի մասին տեղեկությունները սակավ եւ կծկտուր է։ Համաձայն Մովսես Խորենացի, ով վկայակոչում է Մարաբասկատինային, Հայկը վերադառնալով հայրերի երկիրը Հարկ, այնտեղ ինքը կառուցում է Հայկաշեն դաստակերտը, որը համարվում է նաև մեր անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը բնականաբար։ Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հարքը ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ բերդաքաղաքը։ Մինչև 4-րդ դարը Հարքը ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն է եղել Մանասկերտը։ Մանավազյան նախարարության բնաջնջումից հետո Արշակունի Խոսրով II Կոտակ թագավորը Հարքը պարգևել է աղբյանոսներին, որոնք Մանասկերտը դարձրել են եպիսկոպոսանիստ կենտրոն։ Աղբյանոսյան եպիսկոպոսներից 6-ը 4-ից 5-րդ դարերում դարձել են կաթողիկոս։ Ներսեցի վարքում հիշվում է Հարքանց նախարարությունը։ Սրանք դուք կարող եք այս տեղեկությունները գտնել Վիկիպեդիայում։ Ես ընթերցեցի հակիրճ, բայց այնուամենայնիվ դուք ուշադրություն դարձրեցիք, որ հեղինակները բոլորը գտնում են, որ Հարքի մասին տեղեկությունները սակավ են։ Առհասարակ ես մի բանի վրա եմ ուզում ուշադրությունը ձեր բևեռել, որ երբ որ Խորենացու մոտ մենք հանդիպում ենք Հայկի ամբողջ, ասենք, հայկազունների թագավորական այդ սերունդի շարքին, մենք այնտեղ տեսնում ենք գերազանցապես Արամանյակից սերածների մասին ավելի շատ տեղեկություն է Մովսես Խորենացին մեծ տեղեկություն հայտնում, քան Խորի եւ Մանավազի։ Իհարկե Խորենացին նշում է, որ Հայկը ունեցել է Արամանյակ որդի, որին ունեցել է Բաբելոնում, ունեցել է Խորին հետագայում եւ նաեւ Մանավազին։ Խորի եւ Մանավազի մասին բավականին քիչ տեղեկություններ է հաղորդում Խորենացին։ Թե ինչու է դա այդպես, ես դրա մասին հետո կասեմ։ Եվ այս Մանավազի մասին մենք պետք է մի փոքր ավելի մանրամասնենք, որովհետև ըստ էության Մանավազին փոխանցած լինելով Հայկը Հարկ գավառը, պետք է որ մի կարևոր խորհուրդ փոխանցած լիներ նաև Մանավազին, եւ դա այդպես էլ եղել է։ Ղևոն Դալիշյանը Մանավազի ժառանգությունը Հարքի եւ նրա եղբոր մասին
խորի մասին տեղեկացնում է, որ խորը հաստատվում է Հար գավառի արևելյան մասում, որը հետագայում կոչվում է Ապահունիկ, եւ այդ գավառի հյուսիսային մասը ըստ էության շենացնում են խորխորունիները։ Իհարկե, երբ ուշադրություն ենք դարձնում, Արամանյակին հասնում է հայկական լեռնաշխարհի բուն միջնաշխարհը։ Վանա լճի ամբողջ շրջակայքը Տուրուբերանով բաժին է հասնում Մանավազին, իսկ հյուսիս-արևելյան շրջանը այս Տուրուբերանից բաժին Ապահունիքը բաժին է հասնում խորխորունիներին։ Ուզում եմ, որպեսզի իմանանք, որ Մանասկերտ այն քաղաքն է, Մանավազակերտ, սկզբում Մանավազը իր անունով այդ քաղաքը կառուցելով, հետագայում փոխվել եւ դարձել է Մանասկերտ։ Այն քաղաքներից է աշխարհի հնագույն, որ 4000 տարի շարունակ այդ քաղաքում բնակություն են հաստատել եւ այդ քաղաքի անունը նույնիսկ չի էլ փոխվել եւ մինչեւ հիմա էլ գրեթե այդ քաղաքը կրում է նույն անունը։ Մանավազի անունը գտնում են, որ Հայկը պատահական անունով չէր կոչի իր որդիներին, քանի որ դեռևս հայկյան ժամանակներից, ինչպես ասվում է, իրենց սրերով ամենը ամենի կողերն էին խոցում, ասել է, թե յուրաքանչյուրը տիրել էր ուզում։ Եվ մեկ բռունցքի համար բասկի կամ ազգը հնազանդ պահելու ապագայի հույսով էր, որ Հայկը իր որդիներին անուններ էր դնում։ Եվ ահա որդիներից մեկին Մանավազի այդ անունով կոչելով, բնականաբար ինչ-որ խորհուրդ էր Հայկը փոխանցում ապագա սերունդներին։ Անվան ստուգաբանությունը գրքերից իմացանք, որ Մանավազ կամ Մանաբազ հին պարսկերեն նշանակում է մեկ բազկով օժտված, այսինքն Մանաբազ նշանակում է մեկ բազկով օժտված, բայց դուք կարող եք ասել, չէ՞ որ Մանավազը ինչու Մանաբազ։ Այս բառը պարսկերենով, քանի որ պարսիկները հնդեվրոպացիներ են, նույնպես իրենց արմատում բազու բառը ունեն, ինչպես եւ հայերեն բազուկը, եւ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ գործ ունենք իսկապես մեկ բազկով օժտված լինելու նաև հայերենով արտահայտված իմաստի հետ։ Գործ ունենք այդպիսի մի հստակ ձևակերպման հետ, որ անունը իր մեջ պարունակում է միավորելու մեկ ձեռքի մեկ հզոր բազկի տակ իշխանությունը կենտրոնացած պահելու, ասենք, գաղափարը։ Մանավազ կամ Մանաբազ, ինչու ենք մենք ասում, որ Մանաբազը եւ Մանավազը կարող է նույն անվանումը լինել, եթե պարսկերենում Մանաբազ է եւ բազուկ բառը այնտեղ կա, ապա հայերենում ինչու բան չկա։ Բանն այն է, որ հայերենում վ-ի հնչյունական փոխակերպումների օրինակները շատ են։ Օրինակ Աբբա, Ավվա, Էրեբունի, Երևան, բ-ն վ-ով փոխակերպում է հաճախ եւ չի էլ բացառվում, որ ի սկզբնական անունը ստացել է Մանաբազ, ինչպես պարսկերենում, հետագայում է, որ այն հնչյունափոխվել է Մանավազի։ Հետաքրքիր է, որ Մանավազի սերունդների մեջ հայտնի է Մանավազի թոր բազի սերունդը, բզնունիները։ Որոշները բազայակիրների հետ են շփոթում բզնուներին, որ իբր Արքունիքում, ործատեղիներում նրանք այդ ծառայությունն են մատուցել, բազեներ են իրենց հետ կրել, բայց սա իրականության հետ չի համապատասխանում։ Այստեղ մենք գործ ունենք նորից Մանավազի թոր բազին, ինքը արշակունիների գահակալման ժամանակաշրջանում չի ապրել, ինքը շատ ավելի, նրանցից թերևս մի 1500 տարի առաջ է ապրել Մանավազի թորը, եւ հնարավոր չէ, որ բազի անունը բազե անվան հետ որևէ ձևով առնչվեր։ Այստեղ մենք կրկին բազկի հետ գործ ունենք։ Սակայն սրանով այս առեղծվածային տոհմի պատմությունը չի ավարտվում։ Եվ ինձ հետաքրեց հատկապես, ինչպես ես նշեցի, թե ինչու Մովսես Խորենացին Մանավազյանների մասին շատ ավելի տեղեկություններ մեզ չի հաղորդում եւ բավարարվում է միայն Խոսրով Կոտակի Արշակունի այս թագավորի կողմից Մանավազյանների տոհմը վերացնելու եւ տիրույթները ինչ որ եպիսկոպոսական տոհմի աղբյանոսներին այդ տոհմին նվիրաբերելու պատմությամբ։ Ինչու է Խորենացին սրանով ավարտում Մանավազյանների մասին եղած պատմությունը։ Եկեք մեկ անգամ էլ ընթերցենք պատմությունը։ Դարձյալ անդրադառնանք Վիկիպեդիային։ Ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի 330-ական թվականներին Մանավազյանները վիճելի կարվածքների համար անհաշտ կռիվներ են մղել իրար հետ, ազգակից իշխանական տոհմերը, որոնք միշտ վիճել են իրար հետ, բզնունիները եւ որդունիներն են եղել։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին, Խոսրով 3-րդ Կոտակ թագավորի հրամանով սպառապետ Վաչե Մամիկոյանը ոչնչացրել է նրանց, ոչնչացրել է, շեշտում եմ,
եւ փոքր ծծկեր երեխայից մինչև մեծը տարիքով բոլորին ոչնչացրել է, նրանց եւ բռնագրավել տիրույթները։ Հարկ գավառը տրվել է աղբյանոսների եպիսկոպոսական տոհմին։ Իրականում Խոսրով երրորդ թագավորի կազմակերպած սպանդի հնարավոր պատճառները այլ էին, քանի որ մանավազյանների իշխանական կալվածքը հարքը չէր սահմանակցում ոչ որդունիկին, բասենգավառ, ոչ էլ բզնունիկին։ Վիկիպեդիայի հոդվածագիրը վկայում է, որ հարքի մասին տեղեկությունը սակավ է եւ կծկտուր, ինչպես նշեցինք վերևում։ Եվ այժմ այս փոքրիկ հատվածից երկու կարևոր եզրահանգման ենք մենք գալիս։ Առաջինը, հեղինակը նշում է, որ ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի, այսինքն մեզ հասած տեղեկությունը ինչ աղբյուրից է գալիս, բնականաբար մատենագրական շարքից, որը մենք միշտ էլ ասենք մեծ հաճույքով ընթերցում ենք մեր մատենագիրներին, ովքեր որ գրում են մեր ժողովրդի պատմության, արքաների, նախարարական տների եւ այլն մասին։ Եվ ահա այս քրիստոնեական պատմագրության մեջ ֆիքսված մի եղելության մասին է խոսք գնում, եւ սա համարվում է վարկած, միակողմանի ներկայացված, եւ կփորձենք դա բացահայտել, որ 330-ական թվականներին մանավազյանները վիճերի կալվածների համար այս երկու մանավազի երկու թորներից բազից եւ որդունիներից առաջացել են երկու նախարարական տներ, իբր թե վիճել են իրար հետ հարկ գավառի համար, չկարողանալով հաշտեցնել Խոսրով երրորդ կոտակ թագավորը այս երկու եղբայրներին, եղբայրական ազգակից ասենք տոհմերին, սպարապետ Վաչե Մամիկոնյանին հրամայում է, որպեսզի ոչնչացնի նրանց ամբողջ տոհմը եւ տիրույթը հանձնի աղբյանոսների եպիսկոպոսական տոհմին։ Հոդվածագիրը նաեւ ասում է. իրականում Խոսրով երրորդ թագավորի կազմակերպած սպանդի հնարավոր պատճառները այլ էին։ Ես փորձում եմ ուղղակի այս երկրորդ կետն էլ հասկանալ, ինչու հոդվածագիրը նշելով այսպես այլ է եւ ինքը գոնե իր կողմից որևէ թեզ չի առաջարկում։ Պատմաբանները կամ չեն ցանկացել, կամ էլ նրանց չեն թողել ճշմարտությունը բացահայտել այս ողբերգական պատմության։ Բայց մենք կբացահայտենք այս արյունալի իրադարձությունը եւ նրա, ասենք, պատճառները։ Եվ ոչ միայն սա, որովհետև գտնում են, որ 4-րդ դարի սկզբներին սկսած Հայաստանում առնվազն 4 խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցից յուրաքանչյուրը ես կարող եմ ասել, որ հիմք կարող էին հանդիսանալ Աստծո կողմից հայ ժողովրդի անիծքի տակ ընկնելու, պետության եւ հայրենիքի կորստյան հասնելու եւ դարերով աշխարհասփյուր թափառական մի ազգի վերածվելու։ Քրիստոնյա հռչակված երկրում, երբ իբրև հեթանոսությունից անցում էր կատարվել ավելի վեհ մարդասիրական գաղափարներով պաշտամունքային համակարգի, նմանատիպ եղերնը ինչպես հասկանալ։ Դուք չեք զարմանա, եթե ընթերցեք Փաստոս Բյուզանդին։ Փաստոս Բյուզանդը իր հայոց պատմության գրքում տեղեկացնում է, որ դեռևս քրիստոնեության կրոնի պարտադրումը, որը սրով եւ արյունով տեղի ունեցավ, որևէ արդյունք ցանկալի չէր տվել։ Քանի որ իր ժամանակակիցներն անգամ գրեթե այդ դեպքերից 2 դար հետո քրիստոնեությունից ոչինչ չէին հասկանում։ Եվ Խոսրովի ու աղբյանոսների այսպիսի դաժանության վրա կարելի էր զարմանալ իրոք, եթե նման դեպքերը շարունակական չլինեին։ Ես մի առիթով խոսել եմ արդեն անգլիացի այդ հետախուզի Լորենս Արաբացու մասին, որը հենց այսպիսի փաստի վրա է հենց կանգ առնում Սուրբ Գրքի եւ հիշեցնում, որ հայ ժողովրդի դժբախտությունը կայանում է նրանում, որ հենց Կայենի ճանապարհով են գնացել եւ եղբայրասպան ազգ է մեզ համարում եւ դրա պատճառով էլ գտնում է, որ արժանի հատուցում են գտել աշխարհով ծիրության լինելով։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչու խորենացին թեպետ այս մասին խոսում է, այս ոճրագործության մասին խոսում է, բայց խոսում է հպանցիկ։ Հասկանալի է, ժամանակի հոգևոր վերնախավի գրաքննությունը թույլ չէր տա խորենացուն վերլուծություն անել սրանց շուրջ եւ ցույց տալ, թե որն է իրական պատճառը եղել վերոհիշյալ եղեռնագործության։